էլի սցենարով այսօր եկավ հասավ այստեղ, այս հեծի հարցը։ Ի վերջո դուք նախագծել եք նաև այս ավարտը, այս վերջաբանը եւ ինչ եք պատրաստվում անել սրանից հետո, որովհետեւ հասկանալի է, որ այդ դուք եք տիրապետում իրավիճակին, դուք եք ստանում, այսպես ասած, կոնկրետ հանձնարարականներ եւ այլն։ Տիրապետում իրավիճակին ձևակերպման համար շնորհակալ եմ, այո, ես տիրապետում եմ իրավիճակին հեցում։ Գործընթացի շրջանում։ Գործընթացը նկատի ունի քանդելու, հեծը քանդելու է։ Դուք հարց եք տալիս, թե պնդում եք անում։ Խնդրում եմ մեկնաբանեք, ես հարցս արդեն ձևակերպել եմ։ Ձեր հարցին պատասխանում եմ ուրեմն։ Գործընթացը ինքնին շարադրված է էներգետիկայի մասին օրենքով, էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով եւ ինձ համար մասնավորապես ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները ինձ վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելով մի շարք վերահսկողական, ստուգողական եւ այլ գործառույթներ հեծում մի քանի շաբաթ անց պարզ դարձավ, որ երկար տարիներ տևական շրջան հեծում տիրող իրավիճակը թաքցվելով եւ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովից եւ իրավասու վերահսկողական եւ տեսչական լիազորություններով օժտված պետական այլ մարմիններից բերել հանգեցրել այն ճգնաժամային իրավիճակին, որ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախագահը ստիպված էր վարույթ հարուցել վարչական հեծի նկատմամբ եւ կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով եւ իմ կանխատեսումները, որոնք ես օրեր առաջ արեցի, որ ենթադրաբար հեծը կզրկվի լիցենզիայից, դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների, ստուգումների եւ այն բազմահատորանոց փաստաթղթավորման արդյունք էր, որը ես տիրապետում եմ եւ իրավասում եմ այդպիսի ուղղորդում չէ ենթադրություններ անել ամենակոռեկտ հարցով ձևակերպի պատասխանը ուղղորդում չէ պարոն Պետրոսյան ուղղորդման մասով ասեմ, որ որևէ ուղղորդում այդտեղ չկա, ես հանձնաժողովի նախագահի նշանակման պաշտոնյա եմ, ես չեմ կարող ինձ նշանակողին ուղղորդել հարգելիներ։ Էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունների հետ նախագիծը մեջ բերեցիք, բայց դա հակասահմանադրական են համարում։ Հենց ի սկզբանե գործընթացները դուք սխալ տեղեկացված եք կամ խեղաթյուրում եք գիտակցված փաստերը, հարգելիս։ Սահմանադրական դատարանի վարույթում գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին։ Քանի դեռ սահմանադրական դատարանը չունի կայացած վճիռ, որևէ մեկ իրավունք չունի ասելու սահմանադրական այս գործընթացը։ Սպասեք սահմանադրական դատարանի միջազգային դատարանի որոշում եք արհամարել։ Դուք արհամարել եք անգամ միջազգային դատարանի որոշում։ Այդ հարցերի հասցեատերը ես չեմ, գործադիր իշխանությունն է եւ ՀՑԿՀ-ն։ Այդ հարցերին ես կարամ անձնական գնահատական տամ, որը ձեզ կմնա։ Չէ, անձնական գնահատական չեմ։ Ջորջան, բայց այս գործընթացը ունի մի շարք կողմեր, վերջապես հանձնաժողով անդամներ, օպոնենտ կողմը, լավագույն փաստաբանները հանրապետության գնահատմամբ, ամենահետաքրքիր մարդը ես եմ, որ բոլորը ինձ Լիպարի Դրմեյանը միջազգային դատարանի որոշման հետ կապված հստակ ներկայացրել էր, թե ինչպիսի ընթացք պիտի լինի եւ դրանից հետո ինքը զրկվեց աշխատանքից։ Հիմա դուք ուզում եք մեզ համոզել, որ այս ամբողջ գործընթացը մի վարքյան, դուք ուզում եք մեզ համոզել, որ այս ամբողջ գործընթացը օրենքի շրջանակում է։ Ես վստահ եմ, որ օրենքի շրջանակում է, ես համոզված եմ, որ օրենքի շրջանակում է, քանի դեռ սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել։
Իսկ լիպարի ջրմեյանը Գործող օրենքի շրջանակում է բացառի ճշտության գործընթացը։ Գնում է գործող օրենքների շրջանակներում։ Հիմա երկխոսության է վերացում անի ջան։ Պարոն Պետրոսյան, ասում եք բացահայտել եք ձեր այս պաշտոնավարման ընթացքում տարիներ շարունակ եղած խախտումներ եւ ինչ որ փաթեթներ եք կազմել։ 7 տարի իշխանության եք եղել, կա անկախ հանձնաժողով, որ 7 տարի գործել է, որի անդամները նաեւ ազգային ժողովում ներկայացնում են իրենց Եւ այո, դուք էլ ունեցել եք մի պաշտոն ամենամեծ Շատ լավ հասել եք տալ։ Հիմա ես այս տարիներին որևէ անգամ չի հնչել մի հայտարարություն, մի բացահայտում, որը նաև կհիմնավորեր, որ այսօր ձեր խոսքը, ձեր ասածները չդրվեն կասկածի տակ։ Շնորհակալություն կառուցողական հարցի համար։ Պետական վերահսկողական ծառայությունը լիազորված է վարչապետի վերահսկողական լիազորությունը իրացնել գործադիր իշխանության մարմինների եւ ենթակա հիմնարկների նկատմամբ։ ՊՎՑ լիազորությունների մեջ չի մտնում, թողեք հարցը պատասխանեք ուզում ունենալ։ Եվ ՊՎՑ լիազորությունների մեջ չի մտնում օրենքի ուժով սահմանադրությամբ ձևավորված ինքնավար մարմինների որևէ տեսակի վերահսկողություն։ Այդ մասով դա հաջորդիվ նախորդ շրջափուլի գործունեության համար թիվ 1 պատասխանատու անձը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ նախագահը երկրորդ շրջանի ընտրության հենց սկզբից լքեց իր պաշտոնը։ Ես կարծում եմ դա եւս ահազանգ էր, նաեւ ցուցիչ էր, որ ՀՑԿՀ-ն տևական ժամանակ ցուցաբերել է անգործություն։ Պարոն Պետրոսյան, Հիմա ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, դուք էլի արժեզրկում եք իմ արած հայտարարությունը։ Դուք հիմնավորում եմ հայտարարությունը։ Մեսրոպյանի նշանակումն էր ցուցիչ, որ սպասում են նման Հիմա դուք փաստաբանն եք նախորդ Մեսրոպյանի շկապ իմ ասացեք, ասում նախորդ շրջանի նախագահը։ Ձեր իշխանության օրոք մարզպետի պաշտոն է զբաղեցրել։ Այսինքն ձեզ հետ համագործակցած մարդ է բերվում դերվում, դա ցուցիչ չէ, բայց Բաղրամյանի հերացումը ցուցիչ է։ Բայց որևէ օրենսդրական արգելք չկա մեզ հետ համագործակցած մարդը, ով այդ պահին վայրը դնում իր կուսակցական պատկանելիության մանդատը կամ սառեցնում է իր հայացքները սառեցվում էին կամ Եվ սառեցվել են Պետրոսյանը մի րոպե առաջ վայրա դնում։ Ժորժ ջան, լուրջ ես խնդրում եմ ամբողջ հանրությունը մեզ նայում է լուրջ հարցեր տվեք, գնում եք տալի։ պարոն Պետրոսյան, Լուրջ հարց տվեք հիմա։ Դուք ես ամբողջ process-ը այդքան լուրջ եք համարում, հա? Սա անլուրջ է, բա ինչ եք լուսաբանում որ անլուրջ Հետի է։ շուրջ գործընթացները։ Ժորժ ջան, եթե անլուրջ process-ը գնացեք ձեր գործերը, գնացեք պարլամենտում դուժեն եք քննարկում։ Ինչ եք եկել գործընթացները անգործության է մատնված եղել։ Մեծ հանձնարարություն Հանցագործության մասին հաղորդում է դա նաև։ Պարոն Պետրոսյան, Ես հորդորեց։ Պարոն Պետրոսյան։ պարոն Պետրոսյան, Երրորդ մասը հիշեցրեք էլի։ Ո՞ւ մեն ակնոջստական դա հնչում է։ Շողի ջան, ո՞նց է։ Պարոն Պետրոսյան, ի վերջո դուք ասում եք կոծկվել է, ես իմ գործընկերուհուն շարունակեմ։ Եթե կոծկվել է հանցավոր ձևով, հանցավոր նպատակով, այն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրել ձեր կարծիքով այդ կոծկելու համար, նրանք պատասխանատվության ենթարկվել են, դուք ասում եք հեռացավ Գարեգին։ Վերջապես լավ հարց տվեցիք, ասեմ ձեզ, այս պահին հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական բարույթներ, որտեղ քննվում են բոլոր այն փաստերը եւ կտրվեն այդ փաստերին քրեաիրավական գնահատականներ, որոնց մասին ես քիչ առաջ մատնանշեցի։ Իսկ ինչու իրավապահները սկսեցին այդ վարույթները եւ այդ ամբողջ process-ը նախաձեռնել հենց այն փուլում, երբ որ Սամվել Կարապետյանը արեց այդ իր կարճ հայտարարությունը։ Գուցե այդ հարցը տակ իրավապահներին հարգելի գործ։ Չէ, դուք դրանից հետո են ընթացք տրվել։ Ասեմ ինչու, արվել են հենց այդ հարցումից հետո։ Սպառիչ պատասխանեմ ձեր հարցին, որովհետեւ նախքին ղեկավարները հետսի եւ կառավարիչները գուցե հակված չեն եղել, այսպես ասած, իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրապահ մարմիններին եւ բոլոր խախտումները, արերևույթ իրավախախտումները պարզապես որևէ կերպ թաքցվել ու քողարկվել են նախագահը, որին մեղադրում եք կոծկումների համար, իր հետ հանդիպում եք ազգաժողովում, ես ասում եմ դա քաղաքական գնահատականներ։ Դա ինչու չէր այդ դեպքում ընթացք տրվում իրավական, դրան ինչու իրավական ընթացք չկար։ Պաշտոնեական անգործության մասին չէր խոսքը։ Կասեք նախկին նախագահային հանձնաժողովի, ասում եք կոծկել է եւ այլն։ Ես այդպեսի բան չասեցի։ Շուրջանի ձևակերպումները ես ամեն բառ ճիշտ տեղում օգտագործում, ճիշտ ձևավորում։ Ընկերությունը նաև բարձր վարկանիշ էր, հա, տվել այդ առումով ինչ կարող եք ասել, ըստ էության ավելի բարձր էր, քան անգամ պետության։ Շնորհակալ եմ լավ հարցի համար։ Հիմա պատասխանեմ այդ հարցին եւս սիրով, անհասկանալի է մնում մինչ օրս, թե մեր պետության միջազգային վարկանիշից
ինչպես են բարձր վարկանիշ տվել մեր պետությունում գործող մասնավոր ընկերության։ Ինձ համար է այդ հարցը։ Կառավարման համակարգի համար։ Կառավարման համակարգի համար մոտիս կառավարման որակի համար տվել էր ավելի լավ են կառավարում, քան պետության ներկայացուցիչները պետությունը հավանաբար հավանաբար Ինքն է ասել կոչքել։ Վերջին հարցը։ հիմա հավանաբար ես ասում եմ ես իմ տարակուսանքն եմ հայտնում, թե ինչպես էր Moody's-ը պետության վարկանիշից մեկ միավոր ավելի վարկանիշ տվել նույն պետության օրենսդրությամբ, այդ թվում պետության կարգավորների ներքո գտնվող եւ պետական մարմնի կողմից լիցենզավորվող մարմնին մի միավոր ավելի տվել։ Բայց այդ միավորը հանելով եկավ ընկավ իր տեղը նորմալ է։ Հեծը մեր պետության հավասար ռեյտինգային միավորն է, սպայն չէ։